Սույն գործով դատավճիռը դեռ չի կայացել, բայց պետմեղադրողն արդեն իսկ արձանագրում է, որ նմանատիպ դեպքերի կանխման առումով որոշակի առաջընթաց կա, որ համապատասխան կառույցներում արդեն կա զգոնության դրսևորում իրենց կատարած աշխատանքի նկատմամբ։ Արդեն համապատասխան կառույցներն այն քաղաքաշինական մարմինները միանգամից փոխել են իրենց աշխատանքը։ Արդեն այս կառույցներն այս մարմինները նման փաստարկներով դեպքություններում են դեպքեր։ Այսինքն հանցագործությունների կանխման մեխանիզմն է աշխատում։ Այսօր պետական մեղադրողը, որը որպես մեղադրող չհանդես եկավ, դուրս եկավ որպես պետական պաշտպան մեղադրյալ են, առաջարկեց 3 տարի 6 ամիս։ Այս պայմաններում այսպիսի դատավարությունը ես չեմ կարողացել։ Սա եւս մի անգամ ցույց է տալիս մեր արտարածության հիվանդ վիճակը։ Մեղադրական ճառը մեղադրողի կողմից ոչ թե մեղադրական ճառ էր, այլ ավելի կարելի էր ասել դա պաշտպանական ճառ էր։ Փաստաբան Թամարա Մելքոնյանի այս դիրքորոշմանը հիմք են ծառայել այն, որ մեղադրական եզրակացության մեջ բառացիորեն տեղ էին գտել այն արտահայտությունները, որոնք ի սկզբանե եղել են նախաքննական մարմնի արձանագրություններում, այսինքն ըստ նրա դատական ամբողջ գործընթացը չկարողացավ հիմնավորված փաստերի միջոցով գտնել իրական մեղավորներին ու պատժել նրանց։ Ներկայացված վկաները ոչ մեկը պատշաճ չկարողացան պատասխանել, թե ինչ է կատարվել, մեկը ընդհանրապես հրաժարվեց պատասխանեց, մյուսները կամ այո կամ ոչ, այսինքն հիմնական բաներ, հիմնական փաստեր գոյություն չուներ։ Գուցե եւ մեղավորները դառան անմեղ, անմեղները դառան մեղավոր։ Դատաքննությամբ միակ մեղավոր ճանաչված անձն այսօր պատժվելու է ոչ իր մեղքով գտնում են տուժողները եւ իրենց դժգոհությունը հայտնում դատաքննության ընթացքից, այնուամենայնիվ պահանջելով գտնել իրական մեղավորներին։ Նախաքննությունը կատարված է թերի, ոչ առանց շահագրգռվածության դուրս են հանվել գործից 2 հիմնական մեղադրողները։ Տուժողի իրավահաջորդ Մարատ Սարգսյանը թերահավատորեն է մոտենում այսօրվա դատական համակարգին եւ չի հավատում ոչ նախաքննությանը, ոչ էլ դատավարությանը։ Նա ի սկզբանե այն համոզման էր, որ գործումները առված չեն նրանք, ովքեր պարտավոր էին լինել ամբաստանյալի աթոռին։ Սա պետք է դիտարկել ոչ թե 315 հոդվածի 230 հոդվածի հատկանիշներով, այլ պետք է գնահատվի որպես սպանություն, քանի որ դրա հետևանքով կատարվել է վտար եւ մահացել է մարդիկ։ Դատական այսօրվա նիստը չկայացավ ամբաստանյալի փաստաբանի բացակայության պատճառով եւ նիստի համար մեկ այլ օր նշանակվեց։ Ըստ էության չքննվեց նաեւ տուժողների քաղաքայցը։ Թեև վերջիններս այդ առումով եւս հույսեր չունեն եւ միանշանակ նշում են, որ ամեն դեպքում ինչ վճիռել կայացվի, իրենք բողոքարկելու են արդեն վերաքննիչ դատարանում։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Ադամյան, Գալայնյուզ։